Ոչ չեմ սիրում, որ անդադ պետք է մտածել ոնց անես, որ չնեղանան մարդիկ, չնայած որ դու ինչ որ անում ես, իրանց չի ուղղված, էլի, ուղղակի քո համար ես անում ինչ որ բաներ, բայց այդ մեկը մարդկանց կպնում է ինչ որ ձև, քո սովորական ինչ որ որոշումները, առօրյա խոսքի տնից դուրս գալ, թե չգալ, որտե ժամանակ անցկացնել, ում տեսնել, ում չտեսնել եւ այլն։ Ու տարանքում միշտ գտնվում են մարդիկ, ովքեր նեղվում են ինչ որ բանից ու անձնական են տանում։ Ու այդ ինչ որ լրացուցիչ լարվածություն է ստեղծում, որ լրիվ ազատ չես զգում, էլի քեզ։ Բայց երևի եթե արժեքն է ընկերներ ու հարազատներ ունենալու, որ չես կարող իրենց մասին вообще չմտածես։ Դա դաժե ճիշտ չձևակերպեցի միտքս, որտեղ նես չի, որ ես իրենց մասին չեմ մտածում։ Ես իրենց մասին շատ եմ մտածում, ուղղակի իմ առօրյա ինչ որ որոշումները իրենց հետ չեմ կապում, բայց մարդիկ էլ են ընկալում որպես անուշադրություն իրենց հանդեպ կամ որ դու իրենց քիչ ես գնահատում։ Բայց երբ որ իմ հետ նենց են ինձ նենց են վերաբերվում, ոնց որ ես եմ վերաբերվում ընկերներին, ես այդտեղ вообще ինչ որ խնդիր չեմ տեսնում, էլի ինչ որ բան չեմ զգում, տհաճություն։ Ես դրանով փորձում օրեսնորթվեմ, էլի, չանեմ այն ինչը որ ինձ տհաճ կլներ, բայց այդ միշտ չի որ տենց է աշխատում մեկ-մեկ, երբ որ հարազատների մասին է խոսքը գնում, մենակ քո պատկերացումները դա բավական չեն, պետք է նաև իրենց պահանջները հասկանալ, ինչ որ կոմպրոմիս գտնել իրենց պահանջների ու քո կոմֆորտի միջև։ Պրոստը մեկ-մեկ ոնց որ ժամանակն է քիչ լինի ընկերներին տեսնելու համար։ Շատ աննկատ է անցնում, էլի, թվում է թե կա ժամանակ, դու ինչ որ անկապ բանի վրա ես օրդ անցկացնում, ժողում ես օրը բրծավ, ու տենց էլի ինչ որ օր, ու ժողում ես որ այդ ընթացքում կարելի ընկերոջ տեսնեիր, բայց չես տեսել ու արդեն կուտակվել ես, այս դարել է երկար ժամանակ որ չեք տեսել իրար։ Բայց պատճառը ոչ ինչ որ դու այդ մարդու մասին չես մտածում կամ չես ուզում իրեն տեսնես։ Պրոստը մեկ-մեկ լինում որ դաժե ինչ որ մարդկանց ավելի խոսքի մարդկանց ովքեր քեզ հաճելի են, պրոստը ավելի հակված ես այդ պահին տեսնելու, քան ամենահարազատ ընկերոջդ։ Պրոստը որտեղ այդ պահին ավելի շատ այն մի շփման կարիք ունես, քան այս մյուս, բայց ինձ թվում է լիքը մարդկանց կողմից դա էլ կարա ընկալվի որպես որ իրանք քեզ այդքան բավականաչափ հետաքրքիր չեն, մինչդեռ իրենք քեզ էլ նույնիսկ հետաքրքիր են, նույնիսկ սիրում ես այդ մարդկանց, պրոստը այս պահին ունես ինչ որ ուրիշ բանի կարիք, ու այդ ոչ թե ուղղված է քեզ հարազատ մարդուն, այլ ուղղված է քո կարիքներին ու կարիքներ լրացնելուն։ Ոնց որ այդ բանը ինձ թվում է կարևոր է գիտակցել, որ այն թե ինչի կարիք դու ունես ու այն թե որ մարդկանց ուզում դու տեսնել, այդ չի արժեզրկում քո սերը ու քո վերաբերմունքը ինչ որ հարազատ մարդկանց հանդեպ։ Բայց հաճախ այդ կարա տենց ընկալվի։ Ժողում որ լիքը մասով խնդիրը հենց իմ մեջ է դաժե այս հարցերի մեջ, որտեվ շատ քիչ է եղել որ ինձ տենց ուղիղ պրետենզիա ներկայացվի իմ ընկերների կողմից, որ իրանց բավականաչափ ուշադրություն չեմ տալի կամ նման բան, բայց ես զգում եմ որ իրանք նեղվում են, то есть չեն բարձրաձայնում, բայց այդ զգացվում է։ Ու իմ մասով ստեղ խնդիրը այն է, որ ես ինքս շատ ինչ որ ծանր, տանող ու խորացող մարդ եմ նման հարցերում։ Բայց եթե ես թեթև տանեի, կարող է իմ հարազատներն այդ թեթևությունը նկատելով ճոգեն, որ ես ինքս այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Բայց երբ որ ես ինքս եմ այդ հարցի շուրջ ինչ որ անհանգստացած, կարող է տպավորություն առաջանա, որ ես ինքս էլ եմ համարում, որ մի բան այն չեմ անում։ Ոնց որ դաժե մեկ-մեկ այդքան շատ պահանջ չկա մեզ ուղղված, ինչքան որ մենք ինքներս ենք այդ ընկալում։ Ոնց որ մեկ-մեկ լիքը բաներ դու ինքդ ես քո վրա վերցնում, ոնց որ սկզբում ասում է ինչը որ
իմ հանդեպ, որ ես այդ ուղղակի եմ անում, բայց մարդիկ անձնական են ընդունում, ինձ թվում է շատ հաճախ ես ինքս էլ եմ անձնական ընդունում ինչ-որ մարդկանց վերաբերմունք ու տրամադրության փոփոխությունը, որտեղ օրինակ կարող է ինչ-որ մեկը ակնկալի, որ դու կանես X բանը, ու դու այդ չանես, ու այդ մարդը տխրի, բայց ինքը ուղղակի տխրի այդ փաստից, որ իր պատկերացումները չարդարացվեցին, բայց ինքը դրա մեջ չդնի մեղադրանք, որ դու տենց արեցիր, որ քո պատճառով էդի չեղավ։ Այսինքն քեզ չի մեղադրում, կարող է ինքը դաժե իր մեջ հասկանում, որ խնդիրը ուղղակի իր մեջ էր, որ ինքը այդ սպասելիքները ստեղծել էր։ Բայց ես օրինակ կարող եմ այդ իրավիճակը всё же նենց ընկալեմ, որ ինձնից ինչ որ բան էր սպասվում, ես չարդարացրեցի, ու դրա համար այս մարդը համարում է, որ ես մեղավոր եմ։ Չնայած իրականում կարող вообще ինքը տենց չի մտածում, բայց ես իմ վրա վերցրեցի։ Այդտեղ էլ ես եմ անձնական տանում։ Ու ինձ հետաքրքիր է, թե որտեղից է իմ մեջ գալիս ինչ որ սպասելիքներ արդարացնելու դաժե ձգտումը չէ, բայց դրա վրա ֆիքսված լինելը, որտեղ ես շատ հաճախ արհեստականորեն ինձ ստիպում եմ չֆիքսվել դրա վրա, то есть ինչ որ մեկը ինձնից ինչ որ սպասելիք ունի, ես մտածում եմ, դա իր խնդիրն է, որ ինքը ունի ու չեմ գնում իր ուզածով, բայց մեկը ես իմ մեջ զգում եմ, որ ինչ որ մեկի հանդեպ վատ վարվեցի։ Չնայած որ դաժե այդ մարդը ում հանդեպ որ իմ պատկերացնում վատ վարվեցի, դաժե կարող ինքը չի ընկալում, որ այդ ինչ որ վատ վերաբերմունք էր։ Ու առաջ հիշում եմ вообще շատ էր իմ մեջ այդ սպասելիքները արդարացնելու բանը, այն ժամանակ կակրած ավելի ֆիքսված էի նրա վրա, որ արդարացնեի։ То есть ակամայից կյանքում ընտրում ես ինչ որ քո համար ավտարիետներ, բայց ավտարիետ չեմ ասում, էլի տենց ինչ որ լուրջ իմաստով, որ նենց մարդա, որ իրան ուզում ես իրապես լինես ու ենթարկվես իրան բան տենց։ Չէ, պրոստը ինչ որ մարդիկ, ովքեր ինչ որ արժեք ունեն, ովքեր ու մեջ որ դու ինչ որ առավելություններ ես տեսնում, ու այդ մարդուն դու այնքան sense կռուտ ես համարում, որ ուզում ես իր սրտով գնաս։ Բայց այդ շատ տխուր բան է, էլի։ Ես որ հիշում եմ, ես ինձնից գոհ չեմ։ Նո, իհարկե չեմ մեղադրում, որտեղ հասկանում եմ խեր տենց, բայց ամեն դեպքում ուրախ եմ, որ հիմա գոնե տենց չի։ Ամեն դեպքում ինձ թվում է, որ տենց չի։ Ոնց որ երևի այն վաղտ ես չէի համարում, որ ես ինձնից вообще ինչ-որ բան եմ ներկայացնում, ու այդ բերում էր նրան, որ պրոստը ուզում ես ուրիշների սրտով գնաս, որ ուրիշները ինչ-որ մի արժեք քո մեջ դնեն։ Այս ժամանակի ընթացքում, երբ որ դու ինքդ ես քո արժեքը հասկանում, դու ավելի հակված ես լինում քեզ դրսևորել նենց ոնց զգում ես, ոչ թե ուրիշների սրտով գնալ, ու էդի այն բոնուսին է բերում, որ այն մարդիկ, ով որ քեզ կռուտ է թվում, դու ոչ թե իրենց սրտով ես գնում, այլ դու մնում ես ոնց կաս, բայց իրանց հետ շփվում ես, ու այդ մարդիկը քեզ սկսում են ընդունել այդ ձև, ու դու իրանց համար ես արդեն ինչ որ իրանք քո արժեքը արդեն սկսում են տեսնել, էլի։ Ոնց որ իրանք է փոխադարձ քո մեջ են ինչ որ գրավող բան տեսնում իրանց։ Ես հիշում եմ փոքր ժամանակը ու հիման, որ համեմատում եմ, ես ճոգում եմ, որ հավանաբար խնդիրը նրանում է, որ դες որ այն, որ ես ինձ փոքր ժամանակ ոչ մի ձև էի համարում, ինձ թվում է այդ նրանից է, որ ես ունեի ինչ որ ձև, բայց այդ ձևը թեկուզ ինչ որ փոքր բաների մեջ արտահայտվելուց ես կամ դաժե ուզում եմ ասել, որ փոքր բաներով արտահայտելուց ես չէի ստանում բան, ինչ որ ոչ մի ուզած ռեակցիա, որ ինձ տենց ընդունեն, բայց դու ջոգիցի, որ ես դաժե կարող այդ փոքր բաներն է շատ հաճախ չեմ ցույց տվել, այլ ուղղակի ի սկզբանե իմ շուրջը նայելով ջոգել եմ, որ էդի բան չի, տենց չի մտնում այն նրա սահմանների մեջ, ինչը որ հավես է համարվում,
ու պրոստը դրանք թաքցրել եմ, բայց համել չեմ կարացել լինեմ լրիվ նենց ոնց որ պահանջում է հասարակությունը ու դրա համար իմ իրական եսի ու հասարակության այդ պահանջի արանքում պրոստը իմ ձևը կորցրել եմ։ Ոնց որ հասկացել եմ, որ չեմ կարող ինձ դրսևորեմ նենց ոնց ես զգում եմ, բայց համել չեմ կարող նենց դրսևորեմ ոնց պահանջվում է, որտեվ ես դրա սկիլերը չունեմ։ Ոնց որ իմ ներսից այդ չի գալիս, էլի ես չեմ կարող այդ դերը խաղամ լիարժեք։ Ու դրա համար տենց արանքում ինչ-որ մի բան ես պրոստը լինում։ Ոսկի փոքր ժամանակ կային երեխեք, որ ավելի ինչ-որ ճարպիկ էին, կային, որ ինչ-որ սպորտով էին զբաղվում, չգիտեմ, կռվարար էին, ու տենց ինչ-որ բաներ, որոնք որ ընդունվում էր, տոս էտի սկզբանե բոլորը գիտեին, որ հավես ինչ-որ բանը։ Ես օրինակ, որ հիշում եմ փոքր ժամանակ ինչ սկիլեր ունեի, որոնք որ առավելություն էր մյուս երեխեքի նկատմամբ մեծամասնության, առաջի բանը, որ մտքիս գալիս է, այդ է, որ ես նկարում էի լավ այդ տարիքի համար, ու տենց ինչ-որ ֆանտազիա ունեի, տոիստ ինչ-որ նկարում է, այդ ստեղծում էի ես էլի իմ ուղեղից, ու նենց չի, այդ նկարելու համար ինձ երբեք չեն ճնշել, ասենք դպրոցում թեկուզ, դաժե հակառակ կողքից նայում են, ինչ-որ հավես էր թվում, բայց մեկը խոսքի չգիտեմ, խանութից գողություն անելը ավելի կրուտոյ բան կհամարվեր, քան այդ նկարելը։ Ոնց որ նկարելը տենց պրոստը ինչ-որ մի քիչ արտասովոր բան է, բայց մեծ հաշվով շատ քեզ աչոք չի տալիս էլի այդ քո այդ պստիկ հասարակության մեջ այդ դպրոցական խոսքի։ Իսկ այդ մնացած բաները իմ մեջ չկային մեծ հաշվով, այն ինչը որ տենց կրուտո էր համարվում, բայց պա ֆակտո հասարակության ճնշումը այնքան ուժեղ էր եղել իմ համար, որ հետո ինչ-որ տարիքում, երբ որ մի քիչ մեծացա, ավելի դեռահաս ինչ-որ տարիքի հասա, ես պրոստը սկսեցի փորձել այդ ամեն ինչը ձեռք բերել, այդ ունակությունները, ու ես ինչքան էլ վախում էի, բայց ես ուզում էի ինչ-որ կռիվների մեջ լինեի, ես ուզում էի կռվարար լինեի, հետո ես ինքս էի ինչ-որ կռիվներ ստեղծում, որ պրոստը ինչ-որ բավարարություն ստանայի, որ ինքս ինձ ինչ-որ բան ապացուցեի, ու դաժե հարց է իրականում ինքս ինձ, թե հենց հասարակությանը, ու ես հիշում եմ, որ ես մեծ հաշվով այդ վաղտ էլ էի ինձ ոչ մի ձև զգում, բայց զգում էի, որ ես գոնե ինչ-որ սենց ասում եմ, որ տենց խորը գիտակցում էի, չէ խորը չէի գիտակցում, բայց ոնց որ այն վաղտ ես զգայի, որ ես գոնե այդ դիմակը ունեմ, այդ դիմակը դաժե ինձ թվում էր, որ այդքան էլ դիմակ չի, բայց ոնց որ ուզում եմ ասեմ, որ ավելի փոքր ժամանակ ես այդ դիմակն չունեի, պրոստը տենց ոչ մի ձև էի զգում, իսկ հետո արդեն այդ դիմակն է ձեռք բերել, իսկ հետո ինչ-որ ժամանակ հետո մի հատ է պետք է այդ դիմակից ազատվել, ավելի ճիշտ սկզբից այդ քո ոչ մի ձևը սկսում է ինչ-որ ձև ձեռք բերել, քո իրական ձևը, ու այդ դիմակը կամաց սկսում ես հանել։ Բայց մյուս կողմից ես ջոգում, որ միգուցե դաժե այդ իմ ոչ մի ձևը լինել է այդ մենակ իմ անձնական ընկալումն է, որտեվ դրա հետ մեկտեղ կա այն հակասությունը, որ ես միշտ ունեցել եմ ընկերներ, ու ես ունեցել եմ լավ ընկերներ, տոիստ դաժե այդ տարիքում, երբ որ ես ասում եմ, որ ես ինձ ոչ մի ձև էի զգում, այդ վաղտ ես ունեի շատ մոտիկ ընկեր, ով որ հոյակապ մարդ է, ու ես իր հետ մինչև հիմա շփվում եմ, չնայած որ ինքը ուրիշ երկրում է ապրում արդեն։ Բայց մենք շատ մոտ ընկերներ ենք եղել։ Ու եղել են նաև ոչ այդքան մոտիկ, բայց էլի ընկերներ, որ քիչ չէին ընկերների քանակի սահմաններում, քիչ չէին вообще։ Ու մինչև այդ էլ ես Բաքում էլ ինչ-որ ընկերներ ունեի, մինչև դպրոց գնալը։ Ոնց որ միշտ եղել են մարդիկ, ում հետ ես մոտ եմ եղել, ու շատ լավ շփվել եմ, ովքեր որ իմ առօրյայի շատ կարևոր ինչ-որ մաս են եղել, բայց դրա հետ մեկտեղ իմ ինքնաանկալումը
շատ տարբեր է եղել սաղ շրջաններում։ Ու երևի ընկերներ ունենալը ու вообще բաց լինել ընկերանալուն, բաց լինել նրան, որ թույլ տաս ինչ-որ մարդիկ քեզ ճանաչեն, այդ շատ կարևոր է, որ քո կյանքի լյուբոյ շրջանում այդ մարդկանց գոյության շնորհիվ գիտակցես, որ ինչ որ մի բան օքեյ է գոնե, даже երբ որ քեզ նոր սաղ օքեյ չի, սաղ վատ է, դու տեսնում ես, որ քո կողք կան հարազատ մարդիկ, ու մտածում ես ամեն ինչ չի վատ։ Ոչ թե հուսահատված ինչ որ վիճակից, որ ամեն ինչ չի կորցրած կամ նման մի բան, այլ պրոստը որ սենց նայում ես ու սենց սաղ քաքա ու նայում ես, ասում ես, բայց զատո կա այս պայծառ կետը։ Կան մարդիկ, ովքեր ինձ սիրում են, ուրեմն ինչ որ մի արժեք դեռ ներկայացնում է իմ գոյությունը։ Так, как раз видео ոնց որ շատ երկար չի ստացվել, ավելի լավ։ Ես երկրորդ անգամ ուզում եմ բաննել, կոտրել 4 պատը եւ խնդրել, որ մարդիկ, ովքեր հետևում են էջին, ու որ այս ամեն ինչը հետաքրքիր է, ուզում խնդրեմ, որ հետևեն նաև Telegram-ին, որտեղ մեզ չտեն շատ ինչ որ այս պահին կարևոր բաներ է տեղի ունենում, շատ տեղի ունենում է իրական, ես այնտեղ տեղեկացնում, երբ որ նոր վիդեո է դուրս գալիս YouTube-ում, առայժմ մենակ այդ նպատակով է օգտագործում, բայց ես вообще կուզեի, որ մարդիկ, ովքեր հետաքրքրված են, հետևեն նաև այդտեղ, որտեղ վաղը մյուս օր մարդ ես, էլի կարող է ինձ է ինչ-որ մի բան պետք է լինում, կամ ձեզ է մի բան պետք է լինում, որ իրար հետ կապի մեջ լինենք, էլի, որտեղ օրինակ եթե ես ինչ-որ մի բան եմ ուզում ասեմ, ինչ-որ մտքով եմ ուզում կիսվեմ խոսքի, YouTube-ում post անելը, դա մի քիչ անկապ է, էլի, տենց ես իհարկե արել եմ, բայց կարծում շատ քիչ մարդ է տեսնում, որտեղ YouTube այդ նպատակով չեն մտնում մարդիկ։ Իսկ տենց կարող է ինչ-որ բաներ լինի, հենց մտքեր լինի, որոնք ուզեմ անձամբ այն մարդկանց ասեմ, ովքեր որ հետևում են էջին, ու այդ չեմ կարող ասենց վիդեոյի տեսքով անեմ, то есть այս 4 պատ կոտրելը ինձ вообще հավես չի։ Ու դրա համար որ հետագայում նման բաներով ես չզբաղվեմ, լավ կլինի որ մարդիկ հետևեն Telegram-ից, Telegram-ի լինքը կա դրած բոլոր վիդեոների տակ, բայց ես չգիտեմ ոնց լիքը մարդիկ երբեք չեն տեսել ու չեն իմացել դրա մասին, ինձ տենց քանի անգամ ասել են, էլի, բայց տենց պրեմ հնարավորինս երևացող տեղ եմ, էլի դրա։ Ու այնտեղ համ ասում եմ, որ նոր վիդեո դուրս եկե, մեկ մի երկու բառով նկարագրում եմ, բայց ոնց որ ես կուզեմ, որ այդ բանը 4 պատ կոտրելու գաղափարը լինի մենակ այդտեղ էլի Telegram-ում, որ եթե ինչ-որ բան լինի, մոտ մեկ-մեկ ինչ-որ հարցեր է առաջանում, որ ես կուզեի իմանալ, թե մարդիկ, ում որ այս վիդեոները հետաքրքիր են, խոսքի կուզեի ավելի հետաքրքիր է այս X բանը, թե Y բանը կամ այս ինչ ծավի բանը կհետաքրքրի թե չէ, որտեվ ինչքան էլ իմ գեր նպատակը այն է, որ ես հաճույք ստանամ նրանից ինչ որ անում եմ ու անեմ այն ինչ որ զգում եմ, բայց մեկը եթե ես գցեմ ինչ որ վիդեո, որը 20 view հավաքի, даже եթե ինձ շատ հավես է լինի այդ վիդեոն անելը, ես գիտեմ, որ ակամայից իմ ցանկությունը կորելու է այդ անելու։ Ես կուզեի իհարկե տենց չլներ, բայց գիտակցում եմ, որ տենց է։ Ես ում անում եմ ինչ որ ինձ հավես է, բայց ուզում եմ, որ ոնց որ ես այդ անում եմ ամեն դեպքում մարդկանց համար, ում որ նույնպես այդ հավես կլինի։ Ես պատրաստ չեմ անել մարդկանց համար այն ինչը որ իրանց հավես կլինի, բայց ես ում անում եմ ինչ որ ինձ է հավես, որ այդ գտնի համապատասխան մարդկանց։
որ նույնպես հետ կհետաքրքրի։ Ու այդ տեսանկյունից իմ համար կարևոր է ու ուրախացնում է, երբ որ ինչ-որ որոշակի ակտիվություն ալնում, որտեղ ես գիտակցում եմ, որ այն ինչը որ ստեղ գցում եմ, այդ вообще ինչ-որ պոպուլյար բաներ չի ու երբեք չի էլ դառնա պոպուլյար։ Բայց по факту կան ինչ-որ մարդիկ, ում որ այդ ամեն ինչը հետաքրքիր է։ Ու իմ նպատակը вообще այն չի, որ ինչ-որ իմ նպատակը շատ follower-ներ ու բան ինչ-որ լայքեր ունենալը չի էլի։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե հետևորդները շատ լինեն, բայց մենակ այն դեպքում, եթե այդ մարդիկ որ ճիշտ մարդիկ լինեն էլի, ում որ այդ ամեն ինչը հետաքրքիր է կամ պետք է, չգիտեմ։ Ոնց որ արդյոք ես կուզեի, որ վիդեոները հավաքեին հազարավոր view-եր, միանշանակ կուզեի, բայց արդյոք ես կուզեի, որ դա լիներ ցանկացած գնով, միանշանակ ոչ, то есть ես չէի ուզի, որ այնքանա որ լյուբոյ 10,000 հոգի նայեր։ Ես կուզեի նայեն մարդիկ, ում որ դա պետք է էլի։ Բայց դաժե ինքս չունեմ հարցի պատասխան, թե ինչի պետք է ինչ-որ մեկին պետք լինի, մեծ հաշվով չունեմ էլի, ինչ-որ մենակ ենթադրություններ կարամ ունենամ, բայց ինձ այդ հարցի պատասխանը իրականում պետք է չի, որտեվ եթե ես տեսնում եմ, որ կան տենց մարդիկ, այդ ինձ արդեն հերիք է։ Իրական չի, թե ոնց տենց ստացվեց։ Դրա համար ես չեմ փորձում ինչ-որ բաներ անեմ, խոսքի ակտիվություն արհեստական ապահովեմ կամ մարդկանց համոզեմ, որ ավելի ակտիվ լինեն էջում եւ այլն, ես ասում եմ, որ ոնց ես եմ իմ համար լրված, նույն ձևը մարդիկ, ովքեր նայում են, իրենք իրենց համար լրան ու պրոստը կոմֆորտ լինի։ Բայց այս պահը Telegram-ի հետ կապված ոնց որ զուտ ինձ պետք է նրա համար, որ այսինքն ինչ որ անկապ բան չդառնա, էլի վիդեոն, որտեղ ես նվնվում եմ, որ կարար ավելի լավ լիներ ամեն ինչ։ Որպեսզի իմ նվնվոցը այսպես ուղիղ չերևա, Telegram-ում ես կկանամ դա անել ինչ որ տեքստերի միջոցով կամ եթե կարիքը լինի ինչ որ հարցումի միջոցով։ Նոշում տենց